Ամառվա ամենասպասված իրադարձություններից Քրիստոսի պայծառակերպության տոնը Վարդավառը այս տարի եւս համախմբել էր հազարավոր մարդկանց, ամբողջ երկրում ստեղծելով տոնական եռուզեռ եւ բարձր տրամադրություն։ Շատ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ ու հովեկներ օրը նախընտրել էին անցկացնել քաղաքից դուրս, ուղևորվելով Հայաստանի զբոսաշրջային կենտրոններ եւ հանգստավայրեր։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության եւ փրկարծառայության ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում Վարդավառի տոնական միջոցառումների անվտանգ եւ անխոչնդոտ անցկացումն ապահովելու նպատակով հուլիսի 12-ին վաղ առավոտից իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Սևանա լճի ողջ ափամերձ հատվածներում եւ առավել մարդաշատ վայրերում արտառոց միջադեպեր չեն արձանագրվել։ Ոստիկաններն ու փրկարները շրջել են լողափերում եւ հարակից տարածքներում իրականացրել հսկողություն, քաղաքացիներին շարունակաբար իրազեկելով նաեւ անվտանգության կանոնների պահպանման կարեւորության մասին։ Ակտիվ համագործակցել ենք ոստիկանության մյուս ստորաբաժանումների եւ փրկարծառայության հետ, կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ մեր քաղաքացիների ակտիվ հանգիստը կազմակերպելու, ինչպես նաեւ արտառոց միջադեպերից խուսափելու համար։ Միաժամանակ բարեկային ծառայության կարգախմբերը ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ճանապարհներին, կարգավորելով տրանսպորտային հոսքերը եւ ձեռնարկելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ, հնարավոր դեպ պատահարները բացառելու նպատակով։ Հանրապետության հրապարակը տարվա ամենաջրառատ իրադարձության Վարդավառի գլխավոր տոնակատարության կենտրոններից մեկն էր։ Բազմամարդ միջոցառման ողջ ընթացքում ոստիկանության եւ փրկարծառայության ստորաբաժանումները մայրաքաղաքում եւս ապահովել են հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգությունն ու տոնակատարության անխափան ընթացքը։ Վարդավառի տոնակատարություններն ամբողջ հանրապետությունում անցան անվտանգ, կազմակերպված եւ առանց լուրջ միջադեպերի, եւս մեկ անգամ փաստելով ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների անվտանգության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքի արդյունավետության մասին։